Աջող սենց շատ լավ։ 4 տարի առաջ սեփական թիմի հետ կապը խզած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես թե իր տեղը չի գտնում։ Նա փորձում է հայտնվել ամեն տեղ, ցուցաբերել ակտիվություն, մնալ տեսադաշտում։ Նպատակը ակնհայտ է 2026 թվականին նախատեսված ընտրությունների համար քաղաքական կապիտալ է գեներացնում։ Երևանի քաղաքային իշխանության նախաձեռնած տրանսպորտի բարեփոխումների ընթացքի խափանման չհաջողված գործողություններից հետո Մարությանը հայտնվեց Գյումրիում, իբրև թե անկախ դիտորդական առաքելության կազմում հետևելով քվեարկության ընթացքին։ Նկատենք, որ որքան էլ նա փորձում է թաքցնել այն, որ համակրանք ունի Սերժ Սարգսյան եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյան ուժերի նկատմամբ, միևնույն է, երբեմն դա ավելի քան վառ արտահայտվում է։ Գյումրիում ու Փարաքարում կայացած ընտրություններից հետո Մարությանը շտապեց գրառում անել, իբրև արձանագրելով, թե ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը փոքրամասնություն է, միաժամանակ չմոռանալով նշել, թե անսկզբունքային, անհեռատես ու անպիտան իշխանությանն արժանի այս արդյունքը պետք է ամրագրել համապետական ընտրություններում 2026 թվականի ամռանը։ Թավշյա հեղափոխության մոլի աջակից եւ նախկին իշխանությունների դեմ պայքարի երբեմնի առաջամարտիկ Մարությանին ինչու է ուրախացնում նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի հաջողությունը կամ ձեռբերումը։ Հանրապետություն կուսակցության անդամ Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը հայկական ժամանակի հետ զրույցում հիշեցնում է իր այն պնդումը, ըստ որի բացմիցս է ասել, թե ումակաշներն են երևում Մարությանի ետևում։ Բազմիցս եմ ասել, ոնց է երևում ումականջներն են երևում Մարությանի թիկունքում, դա նաև իր հեռանալու պատճառներ, ինչը ինքը փորձում էր թաքցնել, բայց ինքը արդեն իսկ հայտարարեց, արդեն իսկ հրապարակային ցույց տվեց Գյումրի ընտրություններից հետո։ Խաչատրյանի խոսքով շինծու բոյկոտի նախաձեռնությունից եւ Իտալիայի հանգստից հետո որոշվել է Մարությանին գործուղել Գյումրի, որպեսզի այնտեղ եւս թատերական ներկայացումներ բեմադրի։ Բոյկոտը թողել էր եւ գնացել էր հանգստանալու, գնացել էր հյուրախաղերի, ինքը բոյկոտ չի էլ արել, ինքը նորից եմ ասում, բազմիցս եմ ասել, ինքը դեր է խաղում փողոցներում մի քանի օր խաղաց եւ գնաց իր հիմնական գործին։ Հանրապետության կուսակցության անդամն այն համոզմանն է, որ Հայկ Մարությանը փորձում է քաղաքական կապիտալ ապահովել Ռոբերտ Քոչարյանի համար։ Մարությանը առաջիկա 26 թվականի ընտրությունների համար փոքր բևեռներ են սարքում մարությանական դեմքերով, որպեսզի կարողանան Հայաստանի Հանրապետությունում վերցնել իշխանություն նախկինները հենց այդ մեթոդով, որ կոալիցիոն իշխանություն կազմեն, ինչպես Գյումրիում են ուզում այս պահին անել։ Սա պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ ուշադիր նայի ու հասկանա, թե ինչ է լինելու վերջում, երբ իրենք ձայները որոշեն հոշիացնել, եւ տան մանր տարբեր քաղաքական ուժերի։ Ես շատ ուրախ եմ Գյումրի այսօրվա ընտրությունների պատկերով։ Սա շատ ճիշտ էր, որ այսպես եղավ, սա շատ ճիշտ էր, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկանա, թե ինչ երկակի, եռակի, քառակի տարբեր տեսակի խաղեր են տալիս նախկինները տարբեր դեմքերով, որպեսզի կարողանան գալ իրենց աթոռներին, գան իրենց լափամաններին։ Խոսելով Մարությանի այն պնդման մասին, թե նույնը տեղի է ունեցել 2023-ին Երևանում, ինչ հիմա Գյումրիում, զրուցակիցը ընդգծում է։ Երբ Մարությանն է անդրադառնում Երևանին, ես հասկանում եմ, որ մենք ամեն ինչ շատ լավ ենք անում, ամեն ինչ շատ ճիշտ ենք անում եւ անելու ենք հենց գնալ ենք այն գծով, որով գնում ենք։ Այդ Մարությանին կնքել են քաղաքապետ, որտեղ ինքը եղել է հեղափոխությունից հետո եւ Մարությանի ձայներից եւ ոչ մեկ Մարությանինը չի եղել, նույնիսկ իր կինը իրեն չի ընտրել որպես Հայկ Մարության, այլ ընտրել է հեղափոխության էֆորիայի Մարությաններին չեն բերում առաջին պլան։ Անի Խաչատրյանը կարծում է, որ Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը չեն միավորվի, քանի որ բազմաթիվ խանգարող հանգամանքներ կան նրանց միջև։ Լիահույս եմ, որ իրենք այնքան հասիվ ունեն, որ չեն միավորվի, որովհետև այնքան բան կա իրենց խանգարող միավորվելու ու բազմիցս իրենք իրար մասին ինչ ասել են, ինչը գոնե ես շատ լավ հիշում եմ, գոնե ես գիտեմ իրենց բաժանախ ինչ կա, եւ հանրապետականներն ու քոչարյանականների միավորվելը հանրապետականներին դնելու է այն նույն պատասխանատվության տակ, որը ունեցել է Քոչարյանն իր կառավարման տարիներին, սկսած հոկտեմբերի 27-ից։ Մենք վերցնում են ամբողջ այդ պատասխանատվությունը եւ նաեւ այն բոլոր քրեական գործերը, որոնք ունեն տեխնատուները